Հայ
Սարերի հովինման քեզ գրկեմ հայրենիք իմ արգին աննման սեր երգեմ իմ հազարամյա երկիր հայոց իմ երազների կանգուն ամրոց իմ եղբայրների սուրբ հայրենիք ես սերունդ եմ քո գալիք դե արի կանգնենք իրար կողքին մենք մի սիրտ ունենք ու մի հոգի ու թեկուզ ամբողջ աշխարհն ինձ տան սիրտս քոնն է Հայաստան հջում է երկրում hey hey դուրիս վզերքում hey hey պատրնենք մենք հաղթական երկրում hey hey սիրես երկրում hey hey մենք ենք նորն ու ապական հջում է երկրում hey hey դուրիս վզերքում hey hey պատրնենք մենք հաղթական երկրում hey hey սիրես երկրում hey hey մենք ենք նորն ու ապական Բարև
դնում, պիտի երկար նավարկել։ Մերս բարամարկության նրանց կոլաբերված ես բան ասե բաժամա մաղդին մեր։
մարդիկ դարձեք, բայց նորից վերադարձեք շենացնելու ձեր հայրենիքը։ Եվ ամբողջ կյանքում թող այս խոսքերը աղոթք դառնան ձեր շուրթերին, նշխարի նման, տերունական աղոթքի նման ու անդադ կրկնել. սա իմ Հայաստանն է։ Չափսերով այնպիսի, որ կարող եմ հետս վերցնել, թե հեռու մի տեղ գնամ։ Փոքրիկ ինչպես արցունքի կապի կաթիլ, փոքրիկ ինչպես ծերացած մայրը, փոքրիկ ինչպես նորածիր զավակը, չափսերով այնպիսին, որ կարող եմ տեղավորել սրտիս մեջ, որ չկորցնեմ։ Բայ երկը։ Եվ ստան գունան լինելու է շատ ամուր ձեզ բարին ճանապարհ։ Սիրելի ծնողներ, ձեզ նույնպես շնորհավորում եմ եւ իզուր չեմ ասում, որ յուրաքանչյուր դաստիարակված երեխայի ետևում կանգնած է դաստիարակված ծնող։ Շնորհակալ եմ ձեր այս 3 տարիների միասին աշխատելու, մեզ սատարելու։ Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազնիվին։ Ազնիվ թողո երգը քարոզի նման, միշտ ճառագայթի մեր երեխաների ճանապարհին։ Թող միշտ բարին դառնա։ Ուզում շնորհակալություն հայտնել մեր դաստիարակներին, ընկեր Ծովաչին, Ալինեն Մուրադզոչը, ընկեր Տատևիկին, ընկեր Մերիկին։ Մեր մանկապարտեզի 35 ամյա բաղությունի մեջ մեծ ներդրում։ Հիմնակարերը, որը տրվել է մանկապարտեզում, դրանցից հիմնակարեր դնել և շատ ամուր հիմնակարեր։ Շնորհակալություն ձեզ, դուք ոչ միայն սովորեցրել եք երեխաներին հաշվել, ոչ միայն բաղաձայնի ձայնավոր հնչյունները, այլ սովորեցրել եք սիրել հայրենիքը, ինչպես մենք այսօր համոզվեցինք, քանի որ մենք ապրենք շատ շնորհակալություն և նորից մեր բժշկուհիներին, որը այս սերունդը, ասկզբում անցնում են ձեր ձեռքով, հետո նոր գալիս է բժշկուհի Անահիտին, բժշկուհի Սիրունիկին։ Երախտագիտության խոսքն եմ ուզում ասել մեր համայնքի խորհրդականներ պարոն Բաբայանին, պարոն Հակոբյանին և ուզում եմ նորից շատ մեծ շնորհակալություն հայտնել մեր զարգացման ծրագրերի, մշակույթի, արվեստի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ պարոն Իսաջանյանին և մեր մանկապարտեզի հաջողությունների, ձեռքբերումների միշտ արժանի խոսքերի ու գնահատանքի արժանացրել մեր մանկապարտեզի։ Շնորհակալություն բոլորիցդ և տատիկներից և հայրիկներից մեր այս գեղեցիկ միջոցառմանը մասնակցելու։ Մեծ սիրով խոսքս կտրամադրեմ պարոն Իսաջանյան, երևի ձեզ, պարոն Բաբայան, ով ցանկանա կարող է, եթե ցանկություն ունեք։ Ուզում խոսքս հումորով սկսեմ, Գեր կարնեն, տիկին կարնեն ամեն ինչ ասեց, մենակ կրտություն բաղադի չմորացավ ասել։ Իսկ ինձ համար այդ ամբողջ ես մեծ խուլերի մեջ ամենակարևորը կրտությունն է։ Նախ շնորհակալ եմ հավերքի համար, ճիշտ ամենք եստեր յուր չեն, բայց ամեն անգամ մեծ թրթիրով, սրտի մեծ թրթիրով են գալիս և չգիտես ինչպես աստացում, որ Արաբ քաղաքի թիմեք ուսում մանկապարտեզը միշտ այսպես ներկայացական կազմում են գալիս, երևի կյանքում աշխարհում երբեք ոչ մի բան դերձերպես չի լինում։ Այո, շատ հուզիչ է պահը, մենք ոչ միայն
հետ գնացինք, հասանք մինչև մեր մանկության այդ բաղձալի օրերը, այլ նաև վստահ եմ բոլորս հպարտության մեծ զգացում ապրեցինք, որովհետև ունենալ այսպիսի սերունդ մեզ ուժ է տալիս ավելի աշխատելու ու ավելի անելու, որովհետև մենք պարկ ունենք այս սերունդի և ընդհանրապես սերունդների արդյունքում։ Իմ խորի երախտիկն ու խոնարհումը ձեզ, ձերելի մանկավարժներ։ Իսկապես այս բարդ ու դժնդակ օրերին շատ կարևոր է և շատ մեծ է պատասխանատվությունը ձեր ուսերին և շատ կարևոր է սերունդ կրթել ու դաստիարակելը։ Ոչ միայն սովորական կրթություն տալը, այլ ազգային կրթություն տալը։ Այդ սկզբի նոտայից մինչև վերջ հայրենիքն ու հայը կարմիր թելով անցնում են։ Ինձ թվում է սա ամենամեծ ձեռքբերումն է, որովհետև ինչքան էլ մարդ կրթվի ու զարգանա, ինչքան էլ լեզուներ սովորի, նա պիտի ամուր կարճած մնա իր արմատներին։ Աստված բոլորիս պահապան։ Ես այն երջանիկ մամաներից եմ, որ 2 անգամ 3 տարի վայելել եմ այս 2 հրաշք մարդկանց, վայելել եմ վաղից բուն իմաստով, վայելել եմ նրանց հոգատարությունը, խնամքը, իսկ հայացքները, իհարկե խորհուրդները։ Ես ինքան օրհնված եմ, որ այսօր ես ունեցել եմ նախորդ տարիների ընթացքում ձեզ, Գերարմինեն ու Գերանան։ Օրհնված եմ ես, օրհնված եմ իմ երեխաները և այսօր ծնողների անունից ես ուզում եմ շնորհակալություն հանձնել ձեզ, ձեր թույլտվությամբ ես փորձեմ շատ արագ ընթերցել այս խոսքերը։ Սիրելի մեր ընկեր Անահիտ, այսօր, երբ մեր փոքրիկները պատրաստվում են իրենց առաջին մեծ քայլին դպրոցին, մենք ցանկանում ենք սրտան շնորհակալություն հայտնել ձեր տված անսահման սրտի, սիրո և հոգատարության համար։ Ձեր ձեռքերով և հոգով են նրանք բացել գիտելիքի աշխարհի առաջին դռները, սովորել լինել բարի, ընկերասեր ու վստահ։ Ձեր սերն ու ուշադրությունը միշտ կմնա նրանց հիշողության և հոգու մեջ, որպես ամենաճեր ու լուսավոր ուժ։ Թող ձեր կյանքը լցվի նույնքան ժպիտներով, որքան դուք պարգևեցիք մեր երեխաներին։ Շնորհակալ եմ ձեր աշխատանքի, համբերության ու նվիրվածության համար։ Սիրով ավարտվում ծնողներ։ Միշտ հիշում ենք ընկեր Արմինեին, մեր հոգատար, բարի ու անփոխարինելի։ Ծնողների անունից ցանկանում ենք սրտան շնորհակալություն հայտնել ձեր անմնացող նվիրումին, սրտացավ վերաբերմունքի և օրեցօր մեր երեխաներին տված ջերմության համար։ Եղաք մեր երեխաների առաջին լուպ աշխարհը, լի սիրով, համբերությամբ և հոգատարությամբ։ Շնորհակալ ենք, որ ձեր սրտերում տեղ գտան մեր փոքրիկները։